Բարի օր սիրելի երոստատիդող, այսօր պատրաստելու ենք պանչարեղենով, ամարային, շատ համով ջաշ, որի մեջ լինելու է սմբուկ, կարտոֆիլ, պղպեղներ, լոլիկ, սոխ, սխտոր եւ մի քիչ ազատկեղ, համեմունքները շատ բարձ ու ստանում ենք համով ջաշ։ Դե իմ դկարկետս է այսպիսի ջաշեր ես հացով եմ ուտում, այսինքն տենց պատարով եմ ուտում, բայց եթե դուք կուզեք պատարով չուտել, կարող եք հանգիստ պատրակաղով ուտել, բայց չմոռանաք կողքը մի հատ հայկական թան եւ մի հատ էլ գծու կանաչ բաբեղ։ Գնացինք։ Այսօրվա պաղաթրադոմսի համար մեզ պետք է մի հատ սմբուկ, 2 հատ կարտոֆիլ, մի հատ կանաչ բաբեղ, մի հատ կարմիր բաբեղ, մի հատ դեղին բաբեղ, 2 հատ սոխ եւ մի քիչ ազատկեղ կամ մաղդանոց։ Օգտագործելու ենք ցիտապտղից հետ 3-ից 4 կտալ բղբեղի մածուկ, 3 կտալ լոլիկի մածուկ, 8-ից 10 բջեղ սխտոր։ Համեմունքներից օգտագործելու ենք սև բղբեղ, կարմիր բղբեղ գծու եւ պապրիկա։ Ես սկզբում կարտոֆիլներն եմ սկսելու, քանի որ կարտոֆիլի եւ սոխը մի քիչ ես կտապակեմ ընդհանրապես ու հետո կավելացնեմ պանչարեղենը, սմբուկը, հետո բղբեղները։ Իսկ ինչի դենց եմ անում, որովհետեւ կարտոֆիլը ավելի երկար ժամանակ կպահանջի եփվելու, քան թե օրինակ սմբուկը կամ բղբեղը։ Դրա համար միշտ ամենաերկար ժամանակ պահանջող պանչարեղենը եփում ենք առաջինը ու հետո կամած ավելացնում ենք։ Օրինակ գազարը եւ կարտոֆիլը ամենաերկարն է պահանջում, որպեսզի եփի։ Սմբուկը եւ թթմիկը ավելի միջակ, հետո բղբեղները եւ այլն։ Դրա համար միշտ այդ հաշիվը արեք։ Ես դե որովհետեւ ֆրեշ թարմ կարտոֆիլ է, ես լավ մաքրել եմ, բայց կեղևը չեմ հանած, ավելի համով է լինում։ Իսկ քարագուսիները այսպես են անելու քուբիկներ։ Փոքր մանր քուբիկներ, շատ մանր չէ, բայց միջակ երևի քուբիկներ։ Այսպես կիսում եմ ու արդեն այսպես քարագուսիների եմ վերածում։ Այս կարտոֆիլը անելուց հետո արդեն կթնենք սոխի հետ եփի, հիմա սոխն էլ կկտրատենք ու միջև իրենք մի քիչ լավ եփվին, ավելի համով էլ կլինի իրականում, գախնիկ ասեմ ցես, երբ որ սոխը կարտոֆիլի հետ է եփում։ Ես մեկ դունը միան սոխ եւ կարտոֆիլ եմ տապակում իրար հետ։ Տենց համով է լինում իրականում, մի հատ վրան սև բղբեղ եմ ավելացնում միան ու ուտում ենք։ Դե ինչ խոսք, եթե գուրման չլինեի, այստեղ չէի հասնի, դրանով ես հասա եւ իմ կորձը եւ իմ կյանքը բոլոր ուտելիքով ուտելիք դարձավ։ Դրա համար, եթե շատ համով ուտել սիրում եք եւ գուրմեն եք, ուշադիր եղեք, իմպես գլինի ձեր աբական։ Շաբաթվա մեջ միլիոն օր ջաշ կեպես հաղորդումներիդ համար, միլիոն ջաշ կեպես տան համար, միլիոն ջաշ կեպես ռեստորանի համար։ Բայց, քանի որ ես սիրելով եմ անում, ոնց եմ ձեզ պատմում իմ կյանքի մասին, տենց էլ սիրում եմ պատրաստել։ Ու սիրում եմ, երբ մարդիկ վայելում են իմ պատրաստածս։ Այդ իրականում, ովքեր որ պատրաստում են, շատ լավ կհասկանան ինձ։ Իդեպ, այս ամեն ապրանքները մենք վերցրել ենք ուտուտ սուպերմարկետից, այսինքն ինչ կուզեք կարող եք գտնել այնտեղ, ուտելիքի վերաբերյալ, մաքրության բարակաների վերաբերյալ, դար հետ կապված ամեն ինչ դուք էլ կարող եք այնտեղից գտնել եւ ձեր քնումները կատարել։ Նամանավանդ որ ունեն խաղարկություն եւ դուք կարող եք նոր բնակարան շահել, ավելի լավ է ձեր քնումները այնտեղից անել։ Ու մի հատ էլ հիշացնեմ այդ խաչողակտրոնի մասին, որը շաբաթվա մեջ 20 հոգի են ընտրում եւ տալիս են կաշբակ, այսինքն ինչ որ քնումներ կատարել եք, ինչ դրամ ծախսեր եք ուտուտից, հետ են տալիս։ Վազեք ուտ եւ արեք ձեր քնումները այնտեղից։ Հետո չասեք շաղեգը չասեց։ Դե ինձ սիրելիներս, արդեն ցիտապտղից հետը կարող ենք թնել, կավելացնենք սոխը, պատատեսը կամ կարտոֆիլը։ Իսկ սխտորները այսպես բարակ սիրում եմ թնել այս ճաշի մեջ։ Ճիշտ այսպես։ Եթե գուզեք ջզմել, կարող եք ջզմել, բայց ինքը այստեղ ավելի սազում է բարակ շերտերով։ Ավելացնում ենք սխտորը։ Դե ինձ սիրելիներս, մի հատ ցերկերս օջարեմ, այստեղ մաքրենք ու հետ վերադառնամ։ Դե իհարկե ABC-ով։
քիչ աղ եմ ավելացնում։ Միան։ Մնացած համանունքը հետո կավելացնենք։ Թողնում ենք տաբակվի ու մենք շարունակում ենք։ Սմփուկը ես սիրում եմ այսպես քիչ-քիչ առնել, ավելի լավ է երևում։ Տենց կուբիկներով ենք անում։ Մեջտեղ են կիսում եմ և շարունակում ենք։ Ուպս։ Մեր սմփուկը պատրաստ է, մի հատ խառնում եմ։ Մի քանի րոպե եմ թողում կարտոֆիլը փափկի ու հետո սմփուկը կավելացնենք, իսկ մենք կշարունակենք կտրատել բաղբեղները։ Ու կտրատենք։ Ինքը ամարային պանճարեղենով ճաշը շատ ցենց հեշտ է պատրաստվում ու ինքը ամեն դան մեջ ապրանքները լինում է։ Ավելի ճիշտ է հայկական թավայի նման, բայց հայկական թավան ավելի գլխավոր պաղաթիչները միսն են եւ թթմիկը, իսկ այստեղ սմփուկը պանճարեղենները, կարտոֆիլը շատ մարդ սիրում է, շատ մարդ չի սիրում, բայց ես սիրում եմ, քանի որ ինքը ոնց որ կարբի պակասություն ունի, այստեղ կան պանճարեղեն, վիտամին եւ այլն։ Իմ համար ավելի ամբողջական է դառնում կարտոֆիլով։ Նամանավանդ եթե գողքը ինչ որ մի բան չեք տալու, այսինքն եթե ինչ որ փրինցի տեսակ եք տալու, փիլավի տեսակ եք տալու, կարող եք կարտոֆիլ չթնել։ Բայց եթե այս ճաշը մենակ պետքա վայելեք, կարող եք կարտոֆիլ անպայման թրել։ Կարմիր բաղբեղը կտրում ենք։ Մի հատ գնանք նայենք կարտոֆիլը ուր հասավ։ Հիմա կարանք մի քիչ սև բաղբեղ տնենք։ Մի քիչ կարմիր բաղբեղ։ Երկու րոպե ենք ավելացնենք։ Շարունակում ենք կանաչ բաղբեղը։ Իհարկե դուք ինչ քույն ունեք, այդ բաղբեղները կարող եք օգտագործել, դուք մի մտածեք, որ շաղիկը մի հատ կանաչ, մի հատ կարմիր, մի հատ թեղին է օգտագործել։ Այդ օրը շուկայում այդ կար, ես այդ եմ վերցնել։ Եթե օրինակ մեկ-մեկ լինում է շուկայում մանիշակակույն, մեկ-մեկ լինում է սև բաղբեղներ, այդ էլ կարող եք օգտագործել։ Կարևորը ինչքան քույնավոր անեք, այնքան լավ։ Կարող եք ձեր ստեղծագործ միտքը եւ ոգին աշխատացնեք ու ստանաք։ Արդեն կարող ենք սմփուկը ավելացնել։ Կանաչ եւ կարմիրն էլ ավելացնենք, կմնա մեզի թեղինը։ Գդրում ենք թեղինը, ավելացնում ենք, արդեն մնում է համեմուկրերը ավելացնել։ Քարակուսի։ Իմիջայլոց Ֆրանսայում կամ ֆրանսական ուտեսկա հայտնի ռաթութելը ինքը շատ նման է
այս ճաշին, քանի որ պաղաթիչները գրեթե նույնն են, սմբուկով, բղբեղներով պատրաստում, բայց ինգրենք ավելի sense fine dining են պատրաստում, այսինքն ավելի sense մանր, շատ մանր պատրաստված է լինում, բայց գրեթե համային առումով նույնն է։ Նայեք քույները ինչ լավն են։ Հիմա ուրեմն ավելացնում եմ աղ, եթե հիշում եք ավելացրել ենք միան կարտոֆիլին, սև բղբեղ, եթե հիշում եք մի քիչ ավելացրել էինք, կարմիր բղբեղ, բղբեղի մածուկ, լոլիկի մածուկ, խառնում եմ, հիմա չուր եմ ավելացնելու, դե իհարկե սիլի չուր, մի թեթև, որպեսզի լավ եփվի, մի հատ էլ խառնենք ու փակենք կապարիչը, բայց կարծում եմ մի քիչ էլ աղ ավելացնեի, եւ բղբեղ։ Դե ինձ սիրելիներս, մոտավոր 20 րոպե պետք ունի, որ ավելի լավ եփի, շատ չենք թողում, որպեսզի ինքը շատ քույնի չզրգվի եւ ինչ որ շատ դենց լապա չդառնա, պետքա ինքը այդ ամեն մեկ սմբուկը եւ կարտոֆիլը մի քիչ մնան։ Դրա համար մաքսիմում 20 րոպե ավելի չենք եփում, մեկա եփում է բանջարեղենը այդ րոպեից։ Մի հատ էլ ենք խառնում, որ դուք տեսնեք իր տեսքը։ Նայեք ինչքան ճուխ է։ Փակում ենք, որ լավ եփի։ Դե ինչ, անհամբերենք, այո, վաու, մի հատ քույն տեսեք, համովություն, անուշիկություն, սիրունություն, արդեն պատրաստ է, գնացինք, մի քիչ ազատ քեղ եմ կտրատելու, որ ավելացնեմ։ Եվ այսօրվա ամառային բանջարեղենով ճաշը պատրաստ է։ Դուք էլ անպայման պատրաստեք եւ վայելեք։ Բարեխորժակ։ Դե ինձ սիրելիներս, արդեն մեր ճաշը պատրաստ է եւ շաղիկը անհամբեր է փորձի, մի քիչ տնեմ։ Իմ մեծ մամաս, այսինքն տատիկս, իսկ հայերը մեծ մամա, մեծ պապա կսեն, կամ մեծ հայրիկ, մեծ մայրիկ։ Իրականում իմ մեծ մայրիկս այս ճաշը շատ կներ, հայրիկիս մաման ավելի ճիշտ է, եւ իր անունը Մուսակկա կսեր, տենց սմբուկ, բիբեր եւ այլն մի քիչ էլ գծու կներ։ Աստված հոգին լուսավոր է, հիմա ես իրեն եմ հիշում, միշտ ամեն անգամ, որ մամաս պատրաստ է այս ճաշը, իրեն եմ հիշում, ամառային սենց մենք դա չաղում միշտ պատրաստում էր։ Վաու, աբո շատ համով, մի հատ էլ ուտեմ, մեկը ջդակ է, իհարկե վարվում եմ, բայց այնքան համով է, ամեն ինչ նախ եփել է, իմ ուզածից պես պղպեղները մի քիչ խրխտան, սմբուկը հալվա,
կարտոֆիլը եփած, սոխը եւ սխտորը բաժանված։ Գիտեմ, որ միշտ ասում եմ ձեր գլուխը ուդում եմ, բայց իրականություն է։ Օրինակ այս ճաշի մեջ շատ բարձ բաղադրիչներ են, բայց մի քանի համեմունք կա, որ իրան ավելի sense elevate անում, այսինքն իր որակը ավելի բարձրացում է, որտեղ օգտագործել եք բղբեղները, կարմիր բղբեղը, սև բղբեղը եւ այլն։ Այսինքն մի խոսքով մենք մարանիկի համեմունքներն ենք օգտագործում ու շատ հբարտ ու ուրախ ենք, որովհետեւ մեր համով ճաշը, որը շաղիկն է պատրաստում, դառնում է ավելի որակով եւ ավելի համով։ Շնորհակալ ենք Մարանիկ ջան։ Դուք էլ կարող եք Մարանիկի միայն համեմունքները օգտագործել։ Ինչ է, ես հիմա գնամ վայելեմ, դուք էլ արդեն ապրեք ձեր կյանքը կամ գնացեք պատրաստեք այս պաղաթաթոմսը։ Ստեսու։